Վերջին օրերին համացանցում քննարկվում է դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու ողբերգական սպանությունը։ Բանն այն է, որ օրեր առաջ Զովունիում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում սպանվել է դերասանուհու երիտասարդ որդին։ Մի քանի օր Արմենիա բժշկական կենտրոնում գտնվելուց և բժիշկների մեծ ջանքերից հետո, այնուամենայնիվ, երիտասարդ տղայի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրան սպանել է 42-ամյա մի տղամարդ։ Ինչպես նշում են, վեճը տեղի է ունեցել ծխախոտի պատճառով։ Երիտասարդ տղան ծխախոտ է ուզել, նրան ծաղրել են, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել այս մեծ ողբերգությունը։ Դերասանուհի Արսինե Նավասարդյանն այն հայտնիներից է, ով քիչ հարցազրույցների է մասնակցել, սակայն վերջինս այդ թվով քիչ հարցազրույցներին մասնակցելիս ճանաչել է և խոսել իր ամուսնու մասին մեծ սիրով, հարգանքով և ամեն կերպ ցույց տալով, որ անկախ իր տարիքից, իրենց երկարատև ամուսնական կյանքից, միևնույն է, իրենք սիրելի ամուսիններ են, միմյանց շատ սիրում ու հարգում են։ Արսինե Նավասարդյանի խոսքով, ամուսինն իր կյանքում շատ մեծ դեր է ունեցել, ում շնորհիվ ինքը շատ դժվարություններ է հաղթահարել հեշտությամբ։ Հայտնի դարձավ, որ օրեր առաջ Զովունիում տեղի է ունեցել սարսափելի և ողբերգական սպանություն, ինչի արդյունքում սպանվել է դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին։ Դերասանուհին դեռ տարիներ առաջ հանդես էր եկել հարցազրույցով և այդ հարցազրույցի ժամանակ անկեղծացել էր ու խոսել իր կյանքի տարբեր դրվագների մասին։ Հետևելով դերասանուհու զրույցին, երբ նա հյուրեր Ասեկոս AM-ի CV հաղորդման շրջանակներում, նա նշում էր, որ կյանքի բոլոր դժվարություններն էլ ինքը կարողանում է հաղթահարել և փակել այդ վատ փուլը և առաջ գնալ։ Դերասանուհին նաև խոսել էր «Սուպերմամա» ֆիլմում նկարահանվելու և այդ շրջանում իր կյանքում տեղի ունեցող մեծ ողբերգության մասին, այն է իր եղբոր մահը։ Դերասանուհու խոսքով, եղբայրն իր համար եղել է երկրորդ հայր, իսկ իր երեխաների համար ևս եղել է երկրորդ հայր։ Ինչպես Արսինե Նավասարդյանն էր նշում, Աստված լավերին է տանում։ Նա խոսելով մահացած եղբոր մասին հուզվում և արտասվում է։ Դե իսկ այսօր կարելի է համարել, որ դերասանուհու ողբերգությունը կրկնապատկվում է։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրեր առաջ Զովունիում տեղի է ունեցել սարսափելի սպանություն։ Ավելի ուշ, րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ սպանվել է դերասանուհի, օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին՝ Ռուբենը։ Ներկայացնում ենք երիտասարդ և կյանքով լի տղայի լուսանկարները, որոնք հրապարակել է վերջինս ինստագրամյան հարթակում։ Ցավակցում ենք ընտանիքին այս սարսափելի կորստի առթիվ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ողջ մամուլում արդեն 24 ժամ է տարածվում է երեք Աջափնյակում տեղի ունեցած սարսափելի կրակոցների կադրերը։ Այս կրակոցների արդյունքում սպանվել է 45-ամյա Արսեն Վարդանյանը, ով ռեստորանային երգիչ է։ Արսեն Վարդանյանը ամեն օր ռեստորանային համալիրում հանդես էր գալիս իր երգերով և այդպիսով ուրախացնում հյուրերին։ Համացանցում տարածվում են Արսեն Վարդանյանի կադրերը, որտեղ երևում է, որ նա բավականին երիտասարդ, ինչպես նաև կյանքով լեցուն մարդ էր։ Լրագրող Լիա Սարգսյանը Facebook-յան էջում գրում է. «Աղմուկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով»։ Նոր մանրամասներ։ Իշխանություն լրատվականի տեղեկություններով այսօր Երևանում տեղի ունեցած աղմուկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով։ Կրակոցների կիզակետում Աջափնյակում փողոցային կյանքով հայտնի Նարեկն է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, նա փորձել է քայլեր անել միջադեպի մյուս կողմի տղաներից մեկին մտերիմ կնոջ նկատմամբ, ինչն էլ դարձել է լարվածության պատճառ։ Կենցաղային վեճը կարճ ժամանակում սրվել է և վերածվել հրաձգության, որի հետևանքով կա զոհ։ Սկզբում միմյանց դանակահարել են, հետո գործի են դրել ավտոմատներ։ Տեղեկություններ էին շրջանառվում, թե դեպքը կարող է կապ ունենալ Ֆազի ընտանիքի հետ, սակայն մեղբյուրները պնդում են, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Ֆազի եղբայրը Գրիգոր Գրիգորյանն այս պահին Հայաստանում չէ և որևէ առնչություն չունի տեղի ունեցածի հետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք.
Այսօր փետրվարի 18-ին Մարտավիլն հիշեցնող գրակոծներ են հնչել Երևանում ժամը 16:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում գրակոծներ են հնչել և կան վիրավորներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ նշված վայրից հրացենային վնասվածքներով 10 քաղաքացի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի փաստով քննչական բաժնումի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով և ապօրինի զենք պահելու, կրելու, օգտագործելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգով ատրճանակից կրակված մի քանի պարկուճ առննման դանակ Lexus, որի վրա առկա են կրակոցի հետքեր։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների և Lexus-ի սեփականատիրոջ ինքնությունը։ Փետրվարի 14-ին Շամշյանքում է զանգահարել օրեր առաջ Արմավիրի մարզի գյուղերից մեկում իրենց խոսքով առևանգված 15-ամյա աղջկա հարազատներից մեկը։ Նա փոխանցել է աղջկա ծնողների կոչը ուղղված առևանգուղին և իրավապահ մարմիններին։ Հարազատի խոսքով դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, երբ անչափահաս աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս ենթադրաբար առևանգվել է և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Ըստ ընտանիքի անդամների, ծնողները որևէ հստակ տեղեկություն չունեն աղջկա գտնվելու վայրի կամ առևանգման նպատակի վերաբերյալ և արդեն մի քանի օր շարունակ անհանգիստ վիճակում են։ Ծնողները դիմել են ոստիկանություն և իրավապահ մարմիններից տեղեկացրել են, որ գործը գտնվում է ընթացքի մեջ։ Ծնողները որևէ պարագայում չեն ցանկանում բանակցել կամ որևէ համաձայնության գալ առևանգուղի հետ։ Նրանց միակ ցանկությունն է հնարավորինս արագ գտնել իրենց դստերն ու ապահով վերադարձնել տուն, փոխանցել է զրուցակիցը։ Նրա խոսքով ընտանիքը տեղեկություններ ունի, որ աղջկան հնարավոր է առևանգել է գյուղերից մեկի բնակիչը, սակայն աղջկա գտնվելու հստակ վայրը հայտնի չէ։ Աղջկա հարազատները հույս են հայտնում, որ ՀՀ իրավապահ մարմինները, մասնավորապես ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժինը կուժեղացնեն որոնողական աշխատանքները և հնարավորինս կարճ ժամանակում կհայտնաբերեն անչափահասի գտնվելու վայրը, ապահովելով նրա անվտանգ վերադարձը ընտանիք։ Դեպքի առթիվ ընտանիքը շարունակում է համագործակցել իրավապահ մարմինների հետ և սպասում է գործի արագ բացահայտմանը։ Փետրվարի 11-ին ժամը 12:50-ի սահմաններում Սպիտակ բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա մի տղա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծեծված և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով երեխան 13-ամյա Ալիկ Հ-ն է, ով սովորում է Լոռու մարզի այն դպրոցում, որտեղ նա դաժան ծեծի է ենթարկվել, և հենց դպրոցից էլ նրան այդ վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 21:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 26 խումբը կրծքավանդակի շրջանում ցավ կանչով մոտեցել է Նորաշեն թաղամասի տներից մեկը, որտեղ մինչ շտապօգնության խմբի հասնելը հանկարծամահ է եղել 29-ամյա Գագիկ Ղ-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով Գագիկ Ղ-ն աշխատում էր Հայաստանում հայտնի ՍՊ-ներից մեկում որպես սպասարկման մասնագետ։ Շամշյանքում հունվարի 2-ին ֆոտոռեպորտաժ տեսանյութեր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած արտառոց դնջադեպի մասին, երբ ամուսինը սուր կտրող ծակող առարկայով վնասվածքներ էր պատճառել հղի կնոջը։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ՀՆԳՆ ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ծառայողները վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տեղեկություններով պարզել են դեպքի հետ կապված որոշ հանգամանքներ։
Այդ օրը ժամը 18:55-ի սահմաններում արտաշատ բժշկական կենտրոն է տեղափոխվել կտրաստակած վերքեր ախտորոշման Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Ռաֆիկ Հ-ն, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Իսկ ժամը 18:50-ի սահմաններում Պարանոցի և Որովայնի շրջանում կտրաստակած վնասվածք ախտորոշման Մասիս բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Նուշիկ Հ-ն, ով այնուհետև տեղափոխվել է Երևան Աստղիկ բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզվել է, որ նա ստացել է պարանոցի և ձեռքերի շրջանի կտրաստակած վերքեր, վնասվածքներ։ Տեղում պարզվել է նաև, որ Նուշիկ Հ-ն 6 ամսական հղի է։ Պարզվել է, որ վիրավորներից Ռաֆիկ Հ-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Մինչ բժիշկները պայքարում էին երկու վիրավորների կյանքի համար, Արարատի քրեական ոստիկանները պարզել են, որ Նուշիկ Հ-ին դանակահարել է նրա ամուսինը, Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Հրահատ Ա-ն, Երևան Երասխ ավտոճանապարհի «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ Ռաֆիկ Հ-ի կողմից վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայում, և երբ Ռաֆիկ Հ-ն տեսել է, թե ինչպես է ամուսինը դանակահարում կնոջը, փորձել է հանդարտեցնել, սակայն ինքը նույնպես դանակի հարվածներ է ստացել, իսկ Հրահատ Ա-ն այնուհետև դիմել է փախուստի։